Տափաստանային արտույտները որսագողերի թիրախում են։ Ընդամենը 2 օրում Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի մի քանի դեպք են հայտնաբերել։ 345 թռչուն, որից 208-ը որսացել է 1 մարդ Նոր Կեսարիայի հենց այս դաշտերում։ Տվյալները վերաբերում են միայն մարտի 3-ին եւ 4-ին, իսկ հունվարից մինչեւ մարտի 10-ը նույն Արմավիրի մարզում ապօրինի որսի 9 դեպք է բացահայտվել, ավելի քան 500 սպանված թռչնով։ Գարնան սկզբին ավելի շատ իրականացվում է որս, հիմնականում թռչունների մեծ քանակի ավելացմամբ։ Հիմնականում այս փետրվարի վերջ, մարտի սկիզբ մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում է կատարվում որսը։ Թռչուններին ապօրինի որսացել են թե օրինական ու թե ապօրինի պահվող զենքով։ Երբ բարեկային ծառայողները հայտնաբերել են ապօրինի որս, նշված դեպքերում նախապատրաստված նյութերով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այսինքն ոստիկանությունից փոխանցվել են նյութերը քննչական կոմիտեի ըստ ենթակայության, տարածքային ենթակայության։ Բոլոր դեպքերում քրեական վարույթ է նախաձեռնվել եւ ապօրինի որսի հոդվածով եւ ապօրինի զենք պահելու եւ օգտագործելու հոդվածներով։ 100 գրամ էլ չկշռող այս թռչունը շատ ռեստորաններում համարվում է դելիկատես, որսագողերն էլ հաճախ վաճառելու նպատակով են որսում։ Ինձ հայտնի տեղեկություններով որսագողերի մի մասը հայտնաբերված թռչունները վաճառում են ռեստորաններին, իսկ մյուս մասը սիրողականը հենց իրենք են համտեսում։ Տափաստանային արտույտի որսն ընդհանրապես արգելված է 2023 թվականից։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում էլ ասում են վերջին 2 շաբաթվա ընթացքում խստացված ստուգայցեր են արել, այդ թվում դրոններով։ Արմավիրում ու Կոտայքում բացահայտվել է 3 դեպք։ Սպանված արտույտները 159 են։ Այժմ որսը իրականացնել դա վարչական պատասխանատվություն է, իսկ եթե վնասը գերազանցում է 500,000-ը, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարց կա։ Ինչպես նաև որսի ժամանակ օգտագործվող գործիքները, հրացանը եւ այլ միջոցների հետագա բռնագրավման որոշմամբ։ Անկախ նրանից նրանք օրինական են թե չէ, այսինքն եթե որսը կատարվել է որսաշրջանից դուրս առանց թույլտվության կամ որսատեսակի չսահմանված տեսակի որս է կատարվել։ Տափաստանային արտույտի որսի համար նպաստավոր պայմաններ են։ Քանի որ հիմա իր միգրացիոն ժամանակահատվածն է համարվում, ինքը դառնում ավելի հեշտ թիրախ ապօրինի որսորդների համար։ Ուստի ելնելով դրանից է, որ մենք այժմ վերահսկողություն ենք իրականացնում։ Շրջակա միջավայրի նախարարությունը այս կամ այն կենդանատեսակի կամ թռչնատեսակի որսաշրջան է սահմանում Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների կարծիքը հաշվի առնելով։ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում բացատրում են, թե ինչու տափաստանային արտույտների որսը արդեն չի թույլատրվում։ Մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել եւ ոչ միայն մերը, այլ նաեւ առհասարակ մենք նաեւ ստանում ենք տվյալներ այլ երկրներից, ընդհանուր առմամբ միջազգային մակարդակով տափաստանային արտույտի ընդհանուր թվաքանակը խիստ նվազել է եւ շարունակում է նվազել։ Թռչնատեսակը բնորոշ է տափաստանային եւ կիսաանապատային տարածքներին, ու նրանց գոյությանը սպառնացող ամենամեծ վտանգը կենսամիջավայրի կտրուկ փոփոխությունն է, երբ հատկապես կուսական տափաստանները վերածվում են գյուղատնտեսական նշանակության տարածքների, իսկ թռչունների որսն էլ կրակի վրա յուղ լցնելու ազդեցություն է թողնում։ Տափաստանային արտույտները չվող թռչուններ են, թեպետ Հայաստանում բնադրման քիչ դեպքեր նկատվել են։ Եվրոպական երկրներում կան նաև երկրներ, որոնք արդեն դասել են այդ տեսակը, կարմիր ցուցակում են ներառել, հատկապես օրինակ Ֆրանսիան, Պորտուգալիան, չնայած միջազգային մակարդակով, գլոբալ մակարդակով տեսակը նվազագույն վտանգի տակ ոնց որ գտնվող դասակարգին պատկանող տեսակ է, բայց վերջին տենդենսները ցույց են տալի, որ թվաքանակները շատ խիստ կրճատվում են։ Այս թռչունները հիմնականում նախընտրում են բաց տարածքները, մեծաքանակ են ու հեշտ տեսանելի, ինչն էլ ակադեմիայի թռչնաբանի կարծիքով նրանց դարձնում է առավել խոցելի։ Մասնագետի դիտարկմամբ տափաստանային արտույտները նաև ցուցիչ են տափաստանային էկոհամակարգերի, ու եթե այս թռչունների քանակը նվազում է, նշանակում է այդ էկոհամակարգերը նույնպես կորցնում ենք։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։